Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վերջին 3 օրերի խորհրդարանական քննարկումները էականորեն թարմացրին ներքաղաքական եւ նախընտրական օրակարգը, եւ այդ թարմացումը կայանում է նրանում, որ պատերազմի եւ որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը։ Ինչու՞, որովհետև ինչպես մեր քննչական մարմինների կատարած քննության արդյունքում պարզվեց եւ հրապարակվեց, այդ ուժերը իրենց կողմնակիցներին անվանում են, անվանարկում են, ինչպես շուն ու շանգյալ եւ բոշա։ Եվ հետեւաբար առավել եւս այս պայմաններում ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են ընդունել այդ անվանարկումը օգտագործված պատերազմի կամ նախկինների եռագլուխ կուսակցության կողմից եւ ձայն տալ այդ եռագլուխ կուսակցության ուժերից որևէ մեկին։ Ես չեմ կարող դրան հավատալ, որովհետև այդպես մտածելը կնշանակի անհարգալից վերաբերմունք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Եվ ուրեմն պատերազմի եռագլուխ կուսակցությունը, եւ որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը, հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասցեին շուն ու շանգյալ եւ բոշա արտահայտությունները օգտագործելու համար։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է քվեարկությամբ իրենց վերաբերմունքը արտահայտեն եւ պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերին, եւ որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության 3 ուժերին, խոսքը ուժեղ ՀՀԿ Հայաստանի, ԲՀԿ-ի եւ Հայաստան դաշինքի մասին է, եւ նույնն է Դաշնակցություն Քոչարյան դաշինք, ահա այդ 3 ուժերին պետք է իրենց ընտրությամբ բրենդավորեն որպես շուն ու շանգյալ եւ դուրս շպրտեն Հայաստանի ներքաղաքական կյանքից։ Պատերազմի եւ կամ նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Ահա սա է թարմացված քաղաքական օրակարգը։ Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ։